Նախ ասեմ, որ այն որ ասում են նրանք, ովքեր որ ասում են ամեն ինչ հանձնված է, վերջ ճանապարհը տրված է, այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս կարդալ ստորագրված փաստաթղթի 3-րդ կետը, որտեղ հստակ գրված է թրիպի ուղու մասին եւ գրված է թրիպի ուղին ինչ պայմաններում է գործելու Հայաստանի տարածքում եւ ինչ պայմաններ Նախիջևանի տարածքում։ Իրենց գովերքած նոյեմբերի 9-ի 9-րդ կետում որևէ բարձ չկար փոխադարձության սկզբունքի մասին, այսինքն դա միայն Ադրբեջան-Նախիջևան ճանապարհ էր, այստեղ փոխադարձություն կա։ Դե ասում են մինչև այդ ձևով չիրականացվի, պետք չէ հավատալ գործող իշխանություններին։ Իրենք ասում էին, որ Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթուղթ, քանի դեռ սահմանադրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, տեղի չունենա։ Իրենք ասում էին, որ պատերազմ է լինելու, ամեն գարունաշուն ձմեռետ են ասում։ Իրենք ասում էին, որ հաջորդ քայլը Տավուշից հետո Տավուշի եկեղեցին հանձնելն է, դրանից հետո ասում էին անկլավները հանձնելն է։ Հիմա քանի որ պատերազմից խոսել չեն կարող, այլ թեմաներից խոսել չեն կարող, գրած ուղիղ կարդում են, թե ինչ սկզբունքով է Թրամփի ուղին գործելու, դա էլ չեն տեսնում, այս դեպքում լրացնելու ասելու բան չկա, բայց ես մի անգամ ասել եմ, նաև կարծեմ գրել եմ, որ նույնիսկ Շարմ-ալ-Շեխում կանգնած նկարվելու համար կանգնած ուխտին էլ պարզ է, որ Թրամփի ուղու վրա կամ ամերիկյան ճանապարհի վրա որևէ մեկը չի արձակվելու։ Ուղղակի չհարցակվել, որովհետև դա նույնն է, որ հարձակվեց Միացյալ Նահանգների վրա։ Հետևաբար, որ առաջիկա շրջանում խաղաղություն կարող է լինել, այդ միանշանակ։ Այդ ողջունելի է, թե չէ, իհարկե ողջունելի է։ Այդ խաղաղության ժամանակահատվածը պետք է օգտագործել, որ խաղաղությունը դարձնել հիմնական ու երկարաժամկետ։ Այո, պետք է օգտագործել։ Ինչպես պետք է օգտագործել, ես չգիտեմ իրենք ինչ են առաջարկում։ Ռուսաստանն ինչ է առաջարկում, որ այդ խաղաղությունը դառնա հարատև։ Եկան նոյեմբերի 9-ի 9-րդ կետով կանգնեցին, հետո ինչ զենք են մեզ տալու։ Հետո ինչ, որ Ադրբեջանը փորձի ինչ-որ բան անել, իրենք մեզ պաշտպանելու են։ Ես կարող եմ շատ պարզ մի օրինակ բերել։ Արաբական մի պետության, որի անվանումը Սիրիա էր, աշխարհի ամենահին պետություններից մեկը, մեր նման հին։ Այդ պետության ղեկավարը Բաշար ալ-Ասադը ամբողջությամբ վստահում էր Ռուսաստանին եւ ասում էր այն, ինչ ասում էր Ռոբերտ Քոչարյանը։ Բացարձակ ասում էր այն, ինչ ասում էր Ռոբերտ Քոչարյանը եւ ինքը ամբողջությամբ ռուսական գծի տակ էր եւ ոչ միայն ցամաքային բազա էր տվել Ռուսաստանին, այլ նաեւ Տարտոսում նավահանգիստ էր տվել Ռուսաստանին։ Ռուսաստանն այնտեղ նավատորմ ունել։ Ու ինչ տեղի ունեցավ Սիրիայում։ Ռուսաստանը Սիրիան զիջեց Թուրքիային։ Կա մեկը, որը հակադրվում է սրանում իմ հետ։ Կա որևէ ռուսական թևի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, կամ նրա ազդեցության տակ, կամ Սամվել Կարապետյան, կամ իրենց ազդեցության տակ գտնվող քաղաքական որևէ երիտասարդ գործիչ, որը կհակադրվի սրանում ու ինձ կասի այդպես չի կարող հակադրվել։ Այդպես չեն հակադրվում, ասում են իսկ ո՞րն է երաշխիքը, որ ԱՄՆ-ի շահը չի փոխվի եւ նույն բանը ԱՄՆ-ն չի անի Հայաստանի հետ։ Տեսեք, խնդիրը այստեղ հետեւյալում է, քանի որ Ռուսաստանը Սիրիայում զիջեց Թուրքիային, չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում էլ չի զիջի Թուրքիային։ Առավել եւս մի անգամ արդեն աչքի տակ տեսանք, թե Լեռնային Ղարաբաղը ինչպես զիջեց Ադրբեջանին։ Մենք սրանից դաս վերցրել ենք, թե չէ։ Այսինքն Ռուսաստանի զիջելու հավանականությունը անհամեմատ ավելի մեծ է եւ շատ ավելի կարճ հիշողություն է պահանջում մեզանից։ Սա փաստ է, չէ։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին, Միացյալ Նահանգների այսօրվա շահերը մեր հետ համընկնում են։ Վաղը երբ որ չի համընկնի, ես կդառնամ Միացյալ Նահանգների համար 1 հակառակորդ։ Ես ռուսասեր կամ ամերիկասեր չեմ։ Ես իմ երկրի շահերի մասին եմ մտածում։ Միացյալ Նահանգները այսօր գործողությունների ցանկ է առաջարկում, որը այդ ձեր ասած արժանապատիվ խաղաղության հասնելու ու արժանապատիվ դիրքերից խոսելու հնարավորություն է ստեղծում մեզ, ինչը չի առաջարկում Ռուսաստանը։ Ու Սիրիայի օրինակը դրա համար բերեցի։ Ռուսաստանը չի կարող այդ առաջարկել։ Ինչ է առաջարկում Միացյալ Նահանգները։ Պարզ բան, մի օր առաջ համացանցում տպվեց մեր հայ ազգի ազգության փայ, բայց Միացյալ Նահանգների քաղաքացի պարոն Լիբարիդյանի հարցազրույցը, ով ներկայացնում է
Nvidia ընկերությունը, որին ես միշտ Nevada եմ ասում, Nvidia ընկերությունը տրիլիոնների կարողություն ունեցող ընկերություն է։ Nvidia-ի ունեցած սեփականությունը Հայաստանի 61 տարվա բյուջեն է։ Երեք պարոն Լիբարդյանն ասաց, որ ծրագիրը, որը իրենք անում են Հայաստանի համար, իսկ այդ Միացյալ Նահանգներն է անում։ Առանց Միացյալ Նահանգների Nvidia-ն որևէ տեղ չի մտնում։ Ծրագիրը, որ մենք անում ենք Հայաստանի համար, ավարտին կհասնի մինչև այս տարվա վերջ, եկող տարվա կեսեր։ Այսինքն մի տարվա մեջ։ Այդ ծրագրով Հայաստանում հավաքվում է աշխարհի ամենահզոր կոմպյուտերը։ Արհեստական բանականության ունակությամբ աշխարհի ամենահզոր կոմպյուտերը, որի շահագործման համար անհրաժեշտ է լինելու 100 մեգավատ էլեկտրոէներգիա։ Ես ես ասեմ, որ մեր ատոմակայանը ընդամենը 400 մեգավատ էլեկտրոէներգիա է տալիս։ Դուք պատկերացնում եք էներգետիկայի էներգիայի ինչպիսի սպառում, որը ապահովելու է Մերձավոր Արևելքի այդ հարուստ երկրները, որ կան, Կատար, Սաուդյան Արաբիա, Արաբական Էմիրություններ եւ այլ, այս ամբողջ տարածաշրջանի ծրագրերի արագ մշակման եւ տեղափոխման խնդիրները։ Այս Հայաստանին ուրիշ գիտահեն կենտրոնի հենքի վրա է բերում։ Ես բազմաթիվ անգամներ խոսել եմ ու չեմ օգնում խոսելուց, որ Թրամփի հետ ստորագրած երկկողմ փաստաթղթում Միացյալ Նահանգները առաջի կետը դրել է կիսահաղորդիչները։ Մեր ժողովուրդը, չգիտես ինչի քիչ պատկերացումներ ունի, ու անդադ ինձ գրում են, ասում են, կարող եք ասել այդ ինչ էր։ Իհարկե կարող եմ ասել, կիսահաղորդիչները դրանք նյութեր են, որոնք էլեկտրականությունը որոշակի մասով են փոխանցում։ Եվ այդ կիսահաղորդիչ նյութերը հետաքրքիր են նրանով, որ իրենց այդ պարամետրերը հաղորդման էլեկտրականության փոփոխվում է լույսի ու ջերմաստիճանի հետ կապված։ Ու դուք մի զարմացեք, որ ձեր մատով երբ որ դիպչում եք ձեր հեռախոսի որևէ ապակու կետին, այնտեղ ինչ-որ բան է փոխվում ու գրվում, կամ որ ուզում եք պատկերը մեծացնում եք։ Այս դրա շնորհիվ է։ Կիսահաղորդիչները, սիրելի ժողովուրդ, դա առաջին հերթին, որպես կիսահաղորդիչ նյութ է հանդիսանում սիլիցիումը։ Երկրորդը այդ գերմանիումն է։ Երրորդը գալիում, արսենիումն է։ Այս երեք նյութերն են։ Յուրախություն մեզ, այս երեք նյութերն էլ Հայաստանում կան։ Սիլիցիումը հիմնականում կորզում են մետաղական հանքավայրերի թափոններից։ Հենց ասում են մետաղական հանքավայրերի թափոններ, իմացեք, որ ի նկատի ունեն պոչ ամբարները, որոնց վերջի շրջանում անվանում են նաև պոչահանքեր, որտեղ իրականում այդ պոչ ամբարները այս բազմաթիվ հողային մետաղներ, թանկարժեք մետաղներ, այդ անունները որ կրում են, այդ պոչ ամբարներում են։ Այդ սիլիցիումը ստանում են կվարցային ավազը 1000 աստիճան ջերմաստիճանում մշակելով, բայց այդ 1000 աստիճան ջերմաստիճանում այդ կվարցային ավազը մշակում են 3 նանո ճշտությամբ սարքավորումներով։ Այդ լաբորատորիաները շատ ավելի մաքուր են, քան դեղագործական ցանկացած լաբորատորիա, օդի մաքրության առումով։ Այդ կվարցային ավազներից, որոնց շատ է մեր պոչամբարներում, որովհետև մենք այդ հանքանյութից կորզել ենք պղինձը, կորզել ենք մոլիբդենը, ինչ որ չափով ոսկին, եթե 1%-ից ավելին է, մնացածը գնացել է լցվել է արդեն քիմիապես մաքրված, գնացել լցվել է պոչամբար, եւ այդ կվարցային ավազները արդեն մաքրված մենք ունենք Հայաստանում։ Հետևաբար մենք ունենք նյութերը, մենք ունենք մասնագետները, Միացյալ Նահանգներն ասում են, ես քեզ կտամ տեխնոլոգիաները այդ 3 նանո ճշտությամբ սարքավորումները եւ ձեզ կտամ տեխնոլոգիան ու այս դեպքում Հայաստանը վերածվում Թայվանի ու ավելի արժանապատիվ լինել անհնարին է այն տարբերակով որ Ռոբերտ Քոչյանի ժամանակ Վարդան Օսկանյանի բնորոշմամբ վագրային թռիչքներ էր անում Հայաստանը այդ ժամանակում Ադրբեջանի բանակի բյուջեն հասել է 1 միլիարդի իսկ մեր բանակինը 300 միլիոնի Այսինքն եթե նույն կերպ Ռոբերտ Քոչարյանը տնտեսությունը փորձի զարգացնել, որևէ բան չի տալու ու դա արժանապատիվ չի լինելու։ Մեզ թռիչքային է պետք։
Իսկ թռիչքային կարող է տալ միայն Միացյալ Նահանգները։ Հիմա նախընտրական այդ տրամադրությունների հետ կապված հարցս, պարոն Սարգսյան, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր ընդդիմադիրը այս տարի լինելու է Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը։ Ասում են Նիկոլ Փաշինյանն ինքն է նշանակում իր ընդդիմությանը եւ նրան հարմար է, որ Քոչարյանը լինի այդ ընդդիմությունը։ Միգուցե ինքն է նշանակում, չգիտեմ, որովհետեւ ըստ քաղաքագիտության ում հետ կռվում է իշխանությունը, նա էլ դառնում է գլխավոր ընդդիմությունը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը կկռվի Ռոբերտ Քոչարյանի հետ, գլխավոր ընդդիմությունը կդառնա Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ինչ կարող եք ասել այդ առումով։ Ես չէի ուզենա կանխատեսումներ անել, թե ով կդառնա, բայց ես կարող եմ ասել, որ այդ թևը այ պատերազմի պարտությունից հետո այդ իրական այդ ճնշված իրավիճակում եւ այլնի մեջ լավագույն դեպքում 22% ունեցավ Ռոբերտ Քոչարյանը եւ 5% պատիվ ունեմ ինչ որ առումով լրացնելով ընդհանուր առմամբ իրար հետ 28%։ Հիմա ես կարող եմ ասեմ, որ այդ թևի իմ կարծիքով տոկոսները 28-ից նվազել են միանշանակ, այսինքն Ռոբերտ Քոչարյանը ունենալով ամենամեծ խմբակցությունը խորհրդարանում, ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում, այս 4 տարիներին, 5 տարիներին ոչ միայն որևէ բան չարեց, որով ավելացներ իր վարկանիշը եւ ինչ որ բանով օգտակար լիներ պետությանը, որ մարդիկ ասային, տեսեք, այլ ընդհակառակը մաշեցրեց այդ խմբակցությունն էլ, այդ ազգային ժողովն էլ, իրենց էլ, հայհոյանքներից ու վեճերից են կողմ որևէ բանի չանցավ։ Արդյունքում այո, մաշեց նաև Նիկոլ Փաշինյանը եւ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը այդ 52% վարկանիշը չունի, այլևս ինչպես ունեցավ 2021 թվականին։ Այսինքն երկու բևեռի վրա էլ որոշակի առումով քվեների մաշվածություն է գնացել։ Բայց այն որ ընդհանուր աշխարհակաղակական համատեքստում Հայաստանը սկսել է ընկալվել ավելի առաջադեմ աշխարհի հետ։ Հայաստանի շփումները աշխարհի հետ ավելի մեծացել են։ Հայաստանում այս ընթացքում անվտանգության որոշակի եւ ակնհայտ երևացող երաշխիքներ ապահովեցին եվրոդիտորդները։ Հայաստանը սկսեց զենք զինամթերք գնել ոչ միայն Ռուսաստանից, այլ ընդհանրապես սկսեց արդեն գնել այլ երկրներից։ Հայաստանին հրավիրում են տարբեր տեղեր։ Հայաստանը նախաստորագրել է Ադրբեջանի հետ փաստաթուղթ եւ ընդհանուր առմամբ առաջիկայում պատերազմի ռիսկերը բավականին փոքր են։ Այս համատեքստերը օգնելու են, որ Նիկոլ Փաշինյանը ելի ունենա ամենաբարձր քվեն, նաև իշխանական ռեսուրսն ունենալով, նաև ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումով, ես ես չեմ բացառում։ Իսկ ընդդիմադիր դաշտի այդ թևի քվեն, այդ 28%-ից նվազելու է, եւ ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, եթե իր անձով առաջադրվի, 22%-ը իր ռեկորդն է մնալու ընդհանրապես ընտրություններում արդար հավաքած ցուցանիշի առումով։ Ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանին, երբ որ կուսակցություն կստեղծեն, այդ ժամանակ էլ այդ թեմայով կարելի է խոսել, ես ասեմ, որ ես համարել եմ Սամվել Կարապետյանին բարերար, երբ ինքը Լեռնային Ղարաբաղում $25 միլիոն Ստեփանակերտում հիվանդանոց կառուցեց, դա իսկապես բարեգործություն էր ու մեծ բարեգործություն։ Ես համարել եմ բարերար, երբ ինքը Էջմիածնում եւս 25 թե 28 միլիոնի ներդրում արեց, կառուցեց այդ դահլիճը, հետո վերահարանը վերանորոգեց եւ այդ վերահարանի այսօրվա ունեցած ներքին հարդարանքը չթաքցնեմ, որ Վատիկանին համազոր է։ Նույն կարգի քարերով մեծ կտորների ամենաբարձր որակի վարպետների աշխատանքով եւ դա էլ միանշանակ շահույթ չհետապնդող էր։ Եվ Սամվել Կարապետյանը կարող էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիշողության մեջ մնալ որպես մեծ բարերար։ Եթե ինքը չփորձեր մտնել քաղաքականության մեջ եւ իր դրսում վաստակած գումարներով փորձել այստեղ քաղաքականությունը։ Բայց ելք է մտել քաղաքականության մեջ, պարոն Սարգսյան։ Վստահաբար եմ ասում է արել, որ Վստահաբար եմ ասում ձեզ, որ եթե Սամվել Կարապետյանը նույնիսկ այդ հայտարարությունն էլ չաներ,
ինքը սեպտեմբեր ամսին հայտարարելու էր, որ քաղաքական գործընթացների մեջ է մտնում եւ այն հանգամանքը, գիտեք, մարդը կարող է քաղաքական գործընթացների մեջ մտնել, բայց Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է, ինքը ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի է, այլև Կիպրոսի քաղաքացի է, օտար երկրում հարստացած Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Սամվել Կարապետյանը ընտրություններում հայտ է ներկայացնում մասնակցելու այդ երկրի ներքաղաքական կյանքին եւ ակնհայտորեն ինքը ռուսական գծի մեջ է, դա արտաքին քաղաքական միջամտություն եմ գնահատում մեր երկրի ներքին կյանքին եւ նման բաները պիտի խաթարվեն, պիտի թույլ չտրվեն։ Այնինչ արեց իշխանությունը։ Գիտեք, իշխանությունն արեց ցույց տալով, որ այդ հայտարարությունը իր մեջ մեր ձևով այդ հայտարարությունը ինքը ուղիղ ոչ իրավական համատեքստում է տեսնում։ Այսինքն այդ հայտարարությունը ընդունվեց որպես պատրվակ, տակը իրավական ինչ որ հենք դնելով։ Հիմի, չգիտեմ, ես չգիտեմ թե Մարի Լպենին, օրինակ Էմանուել Մակրոնը ինչ հենքով է արգելել ընտրություններին մասնակցելու։ Գուցե Մարիա Լպենն էլ է ասել մեր ձևով ինչ որ բան եմ անելու կամ նմանատիպ ինչ որ բան։ Բայց ես իսկապես համարում եմ, որ Ռուսաստանի քաղաքացին, հնել միլիարդատերը, Հայաստանի ներքաղաքական կյանք մտնելու եւ այդ ներքաղաքական կյանքում ազդեցություններ ունենալու փորձերը պիտի միանգամից խաթարվեն, թույլ չտան, որովհետեւ դա ակնհայտ Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքում սեփական արդյունքներ հասնելու գործընթացներին են միտված։ Օրինակ տեսեք Մոլդովայի նախագահ Սանդուն երկու այդպիսի կուսակցություններ, որոնք ներսում էին, գրանցված էին, երկքաղաքացի էլ չէին, փակեց։ Պարոն Սարգսյան, վաղ շաբաթում ունեք ձեր կուսակցության կողմից քաղաքապետի առաջադրված թեկնածու, որը հայտարարում է, որ թույլ չեն տալու, որպեսզի Գյումրիի երկու սցենարը կրկնվի, եւ առհասարակ այս Գյումրիի հնարավոր սցենարը պատկերացնում են նաեւ ավելի մեծ մասշտաբով համապետական ընտրությունների ժամանակ, ասում են հնարավոր է, որ տարբեր դեմքերով, նոր դեմքերով այս ռուսամետ ուժերը ներկայանան ընտրություններին, գնան ընտրություններին, բայց վերջում միավորվեն եւ փորձեն իշխանություն վերցնել։ Հիմա եւ վաղաշաբաթի հետ կապված ձեր հնարավորությունները ինչպես եք գնահատում եւ առհասարակ այդ Գյումրիի սցենարի կրկնությունը 2026-ի ընտրությունների ժամանակ։ Ամբողջությամբ կիսում եմ մեր տեխնացուի այդ մոտեցումը, որ վաղաշաբաթում Գյումրի թույլ չենք տալու։ Այսինքն դա նշանակում է, որ վաղաշաբաթում թույլ չենք տալու, որ կոմունիստական կուսակցության անդամ դառնալով մի օրվա մեջ որոշեց կոմունիստական կուսակցության անդամ դառնալ, ռուսական բազան գովաբանելով, Ռուսաստանի հետ չլելը շանտողություն համարելով, ինչ որ մեկը քուչում հարգված հեղինակություններով եւ այլնով ընդհանուր քվեները հավաքի եւ այդ համատեքստում ինքը ընտրվածների մեջ երկրորդ տեղ լինելով գա ու դառնա իշխանություն։ Սա այս ընդհանուր առումով այս մոտեցումը դրանով արդարացված է, իսկ որ մյուս թևերը հենց այդպես են վարվում ու այդ չեն էլ թաքցնում, դա ակնհայտ երևում է։ Օրինակ տեսեք Դաշնակցության տեխնացուն, որը մի կուսակցության անունով էլ է ինչ որ հանդես գալի, չգիտեմ, հաղթանակ թե առաջընթաց ինչ որ էս կարգի բանով, ասենք ինքը ժամանակին Տարոն Մարգարյանի երիտասարդական թևից էր, Ժող ինստիտուտի ուսանողական այդ երիտասարդական թևի անդամ էր, հետո հանրապետականի, ասում էին հանրապետականի սակուլիկ, հիմի Դաշնակցության, որը նույնն է Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն է, էջմիածնում։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանն ասում է իմ թիմը, ինքը ի նկատի ունի Դաշնակցությունը եւ Մայր Հայաստան խմբակցությունը, որևէ մեկին գաղտնիք չի, որ Անդրանիկ Թևանյանը ամբողջությամբ Ռոբերտ Քոչարյանացին է, ինձ ներեք այս բառի համար, բայց այդպես է, ինքը Ռոբերտ Քոչարյանացին է, այդ դաշտում է եղել, թե լրատվական դաշտում իր 7 օր այդ մամուլի միջոցով, թե ընդհանրապես այս ամենով։ Եվ նրանք էլ առանձին են իրենց տեխնացուով մասնակցում։ Ակնհայտ է, որ այս երկու տեխնացուներն էլ Ռոբերտ Քոչարյանի թիմի տեխնացուներն են։ Ինչու են երկու տեխնացուով հանդես գալիս։
Եվ ինչու որևէ մեկը չի շեշտում, որ ինքը Ռոբերտ Քոչարյանն է։ Այստեղ ամենահետաքրքիրը նա է, որ մեկն ասում է այս դաշնակցությունից եմ չի ասում, որ Ռոբերտ Քոչարյանն եմ կամ Սերժի Սակուլիկն եմ։ Այն մեկն էլ չի նշում, որ ինքը, ասենք, Ռոբերտ Քոչարյանի Մայր Հայաստանը այդ Ռոբերտ Քոչարյանի պրոքսին է։ Որովհետև հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն անուն ազգանունը հանրային ընկալման մեջ բացասական վերաբերմունք ունի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի բացասական վարկանիշը 58% է բոլոր հարցումներով։ Այդ ամենաբարձրն է Հայաստանում։ Որն էլ Ռոբերտ Քոչարյանը անվանում է տոքսիկ, այսինքն այդ անուն ազգանունը տոքսիկ է, մարդիկ խուսափում են այդ անուն ազգանունից եւ այդ անուն ազգանունի դեպքում չեն քվեարկելու։ Ես ասում եմ ժողովուրդ, որ այս երկու թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանն են։